Դուք էլ ձեր անուն ազգանուն ասեք։ Ազնիվ Գրիգորյան, ես տուժվել եմ on-line վարկ վերցնելու համար 0.3%-ով վարկ էին առաջարկում, մուծումներ պետք է անեի, որ ինձ վարկ տրամադրեին, սկզբից $150 վարկ մուծում ասեցին, հետո $800, հետո 1000, 1200, մի խոսքով $5000 ես մուծումներ արեցի, բայց այդ վարկը տենց էլ ոչ տրամադրվեց, ոչ էլ տեղ հասա։ Ինչ վարկ էիք ուզում վերցնել։ 0.3%-ով վարկ էին առաջարկել, ասի վերցնեմ իմ վարկերը բարձր տոկոսներով փակեմ։ Իսկ որևէ մեկի հետ չխորհրդակցեցիք, որ աշխարհում 0.3%-ով վարկ Չէ, չկա։ չեմ խորհրդակցել, հավատալով խափնվել ենք, այտենց վարկերը մուծել ենք $5000 մուծումներն անելուց հետո ոչ մի վարկ էլ չտրամադրեցին, խափեցին ու կորան այդ մարդիկ Facebook-ից ջնջեցին, հետո ինձանից ուզեցին տան դոկումենտներ, որ նկարեմ ուղարկեմ, չեկերն էինք նկարում ուղարկում մուծումների ու հետո ասենք Ինչու երբեք չկասկածեցիք, չէ՞ որ անընդհատ հեռուստատեսությամբ, Facebook-ով նույն ձեր ասած տարբեր հարթակներում խոսում էին, որ զեղծարարներ կան, զգույշ պետք է լինեն։ Դե ինձ վստահելի ձևով էին առաջարկել, որ վարկը տրամադրելու համար ֆինանսական այդ բաները, ասենք մուծումներն արեցինք, թղթեր ուղարկեցին մեզ, որ այս թղթերը ստորագրեք, հետ ուղարկեք, որ պետական մուծումներն է, պիտի արվի, ձեզ ապահովագրելու համար, թղթերը ինձ տրվել են, այդ թղթերը մոտս կա, որ Այդ թղթերը արձերն են ձեզ տվել, թե չէ, հեռախոսով նկարի ուղարկել են։ Եթե փող եք տալի, գոնե մի անգամ տեսնեք ում եք տալիս։ Հա, գիտեք, մենք այտենց ես չեմ կասկածել։ Ոնց կասկածեի, եթե վստահ ձևով էին ասում։ Չէ, վստահ ձևով էին ասում, դե ես էլ հավատացել եմ այտենց, որ պիտի անպայման այդ վարկը չացնի։ Կարդացել, ստորագրել եք, չենք հասկանում։ Կարդացել ենք։ Չէ, կարդացել ենք, բաներ կար, որ չէի հասկանում, բայց ուղղակի ստորագրում էի։ Դե ուրիշ լեզվով էր գրած, ինչը կարող էինք թարգմանում էի, ինչը կարողանում էի թարգմանում էի, ինչը չէ, այնց էր գրած, որ շատ հասկանալի չէր, բայց ստորագրում էինք, ուղարկում էինք։ Նույնիսկ տան դոկումենտները պահանջեցին սեփականության։ Չէ, դե որ կարծեի հենա չէի էլի անեի, դե չէ։ Ծանոթներ, հարազատներ, որ էլի խաբեության զոհ են դարձել, որոնք կարող են ձեզ հուշել, որ ունեինք, բայց իրանք էլ մեզի մի հատ աղջիկ կար Կիրովականից, ասեց ես վերցրել եմ հաստատ այդի $20000 ստացել եմ, տուն եմ առել։ Կամպանիայից, որին դիմել եք, այդ նույն ընկերությունը, Երևի իրանցից էր էլի, որ մեզ խափեց, հետո կանչեցին, մենք ոստիկանություն էլ դիմեցինք, ԱԱՑ էլ դիմեցինք, ԱԱՑ-ն մեզ մի տարի տարավ բերեց, այդ հարցը կլուծվի, հետո էլ ասեցին գնացեք դիմեք ոստիկանություն, ձեր բաժանմունքի թող քրեական գործ հարուցեն, դիմեցինք, քրեական գործ հարուցեցին, մի տարի էլ այդտեղ տարան բերեցին, հետո էլ ասեցին չենք կարողանում բռնել, չենք կարողանում ճարել, այդ աղջկան ճարեցին, բերեցին Կիրովականից, ով որ մեզ համոզել էր, որ հաստատ է, այդ վարկը տրամադրվում է, ես $20000 վերցրել եմ, տուն եմ առել։ ինչ էր ասել, որ ճարել եք։ Բերեցին, երես, ասես չէ, ես չեմ արել, ասի դու չես, էս մարդ ես, հեռախոսը համարով, որ մեզի ասիր, հա, տիկին Ազնիվ, անպայման իրանք չեն խափում, տրամադրում են, ես ստացել եմ, այ դրան էլ համոզվելով, որ իրոք ստացել են, հայ են, չեն խափի, մենք էլ այտենց խափնվեցինք, մուծումներն արեցինք։ Ու իրանք անհայտացան Facebook-ից, կորան, որ 20 րոպե հետո պիտի ես այդ վարկը իբր ստանայի։ Ու խափեցին, այտենց էլ ոչ մի վարկ տվեցին։ Չան վարկ էիք դիմել, որ ստանայիք։ 8 միլիոն, 8 միլիոն, ես մուծումներն արել եմ $5000, 2,5 միլիոն մուծում եմ արել, ինչքան եք տուժել, $5000, ընտրեմ։